ու մի հետաքրքիր ծրագիր ենք հիմա նախաձեռնում, որը նաև զբաղվածության հարց է լուծելու, այդ թվում մեր անապահով քաղաքացիների համար։ Դուք գիտեք, որ մենք ունենք խնամատարության ինստիտուտ երեխաների համար։ Մենք հիմա նախագծում ենք խնամատարության ինստիտուտ նաև մեր տարեց հայրենակիցների համար, որի համար նրանք կվճարվեն մինիմալ մեխանիզմը հետևելն է երեխաների մինիմալ աշխատավարձ եւ մոտարապես այնքան գումար, որքան ծախսվում է այդ փակ տիպի հաստատությունում այդ մեր հայրենակցի վրա։ Սրանով նաեւ էլի ընտանեկան միջավայրում պահելով մեր տարեցներին, նաեւ ապահովելով կարծես թե ինքը երկուսը մեկում լինի եւ հաշմանդամության համշրջանություն ունեցող մեր քաղաքացիների կարիքների բավարարում եւ նաեւ զբաղվածության ծրագիր եւ սահուն անցնելով անձնական օգնականին, այո, համաձայն եմ ձեր հետ, այն թե հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին ներառելու եւ ազատագրելուն, հա, միտված ծրագիր է, նաեւ զբաղվածության ծրագիր է, որը մենք շատ կարևորում ենք եւ օրինակ այս տարվա պետական բյուջեում վերաբաշխում ենք արել, որ թիվը ավելացնենք եւ 215 շահառուի կարող ենք այս տարի տրամադրել այդ ծառայությունը։ Իհարկե միջնաժամկետ ծախսային ծրագրերով մենք ունենք տարեստարի աճ, բայց իմ տեսլականը այդ աճերը կրկնապատկելն է, այսինքն որ մենք ունենանք 1000-2000 նման հնարավորություն մեր քաղաքացիների համար,